Հետարքիր տեղեկություններ ունենք մենք նաև այն մասին, որ այն հակաօդային պաշտպանության միջոցները, որը որ Հնդկաստանն նաև մեզ է վաճառել եւ որոնք դեռ փորձարկված չէին եւ մենք մտահոգ ենք, որ կարող է ամեն դեպքում այդքան որակյալ չեն, շատ լավ իրենց դրսևորեցին պակիստանյան ավիացիայի դեմ։ Ընդ որում ոչ միայն ավիացիա, այլ նաև դրոնների, այդ թվում թուրքական դրոնների։ Իսկ Պակիստանին զինում է ոչ միայն Չինաստանը, որը ավիացիայի հիմնական հեղինակն է Պակիստանի, եւ այդտեղ Պակիստանի ավիացիան իրեն շատ լավ դրսևորեց, խոցեց նույնիսկ ֆրանսիացիները ընդունեցին, որ մի Ռաֆալի հիմքով ստեղծված ուրեմն հնդկական օդանավ խոցեցին ռազմական, բայց նաև ուրեմն դրոններ է ստանում Պակիստանը, այդ դրոնները հիմնական Թուրքիայից է ստանում։ Այդ դրոններին ոչնչացնում է շատ հանգիստ էս ուրեմն հնդկական հակաօդային պաշտպանության այս համակարգերը։ Միաժամանակ քաղաքական հողի վրա տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ է սրվել Հնդկաստանի հարաբերությունները, անբանից հետո որ Ադրբեջանը ուղիղ աջակցեց Պակիստանին, այնտեղ հետ է կանչել բոլոր իր զբոսաշրջիկներին Ադրբեջանից Հնդկաստան, հնդկական մամուլում հակաադրբեջանական նարատիվներ են լայնորեն տարածվում եւ հիմա էլ ադրբեջանցիները մեղադրում են, թե ինչ որ հայկական գործակալ է այդ ամեն ինչը կազմակերպել Հնդկաստանում, այսինքն խելապակաս ինչ որ արդեն մակարդակի են հասնում, համ իրենք բռնեն Պակիստանին բաց տեքստով աջակցեն, համ հետո ասեն դե պատասխանը Հնդկաստան տվել է, ոչ թե պատասխան նրա որ մենք Պակիստան աջակցեցին, այլ որ հայերը այնտեղ ինչ որ դավադրություն են մեր դեմ կազմակերպել, Իդեպ այստեղ հայկական կողմի այսպես բավականին զուսպ արձագանքն է ինձ իմ տարակուսելի։ Ճիշտ է, արտգործնախարարությունը մի թեթև ասեց, որ ամեն դեպքում դատապարտում են իհարկե այդ ահաբեկչական ակտը Հնդկաստանում եւ այլն, բայց ես տենց էլ չհասկացա, բաց տեքստով էս պատերազմում աջակցություն Հնդկաստանի հայտնվել է, թե չէ։ Նշվեց, որ իրավունք ունի, ցանկացած երկիր իրավունք ունի հակազդելու ահաբեկչությանը։ Խողարկված այսպես ձևակերպ։ Ամեն դեպքում ուղիղ, եթե Ադրբեջանը եւ Թուրքիան ուղիղ աջակցություն հայտնեցին Պակիստանին, ապա Հայաստանը Հնդկաստանի անուն չտվեց։ Չնայած, որ Պակիստանի հետ նույնիսկ ճանաչումը չենք վայելում Պակիստանի, իսկ Հնդկաստանը թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ, դեսպանատներ ունի, նույնիսկ տնտեսական հարաբերություններ ունի։ Հա, իդեպ Թուրքիայի հանդեպ էլ սպառնալիքներ սկսեց կիրառել Հնդկաստանը։ Հիմա այդ մասով, չգիտեմ, եթե տեղ են թողում, որ գոնե Պակիստանը վաղը մյուս օր ճանաչի, որ խայտարակություն է, այլ միակ Հայաստան չճանաչած երկիրն է։ Իդեպ այդտեղ կարող է իր դերակատարությունը խաղալ Չինաստանը, որպես հիմնական պատրոն Պակիստանի, եւ երբ որ Չինաստանը ասում է, որ շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը, Հայաստանը կարող է նաեւ խնդրել Չինաստանին, որ գոնե այդ միջնորդի, որ հա այդ իսկ Հայաստանին դա պետք է այսօր Հա, շատ կարևոր է, որտեղ ամեն դեպքում Պակիստանը նախ միջուկային տերություն է։ Եվ շատ կարևոր է, որ առնվազը միջուկային սպառազինությունների չտարածման իր պարտավորությունը կատարի։ Եվ հանգարց այդ միջուկային զենքը չհայտնվի այն երկրներում, որոնք որ ավելի վտանգավոր են մեզ համար, քան կարող ենք նույնիսկ պատկերացնել։ Դե Պակիստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ այսպես չնշված, բայց եռամիավորման մեջ են։ Հա, դե հենց այդ եմ ասում, այդ հարաբերությունների հաստատումը այդ եռամիավորումն էլ կթույլատնի, ոնց որ գիտեք, մենք շատ էմոցիոնալ ենք ամեն ինչին վերաբերում։ Նույն ձևի, ասենք Թուրքիայի հանդեպ այդ վերաբերմունքը նույն արտացոլանքն է, ոնց որ Պակիստանի։ Ասում եմ, ահա, դե որ Թուրքիան մեր դեմ այսպիսի քայլեր արել, ել չասած ցեղասպանությունը, ուրեմն մենք էլ իր դեմ սկսենք քայլեր անել։ Մի րոպե, դու նախ այդ քաշային կատեգորիայում չես, որ Թուրքիայի դեմ ինչ-որ քայլեր անես։ Երկրորդը դրա փոխարեն փորձի այդ միասնությունը մի քիչ թույլաtsնել թուրք-ադրբեջանական, ինչպես որ 10 թվականին եղավ։ 10 թվականին եթե մեզ հաջողվեր նաև այդ պրոտոկոլները վավերացնել, Թուրքիան 20 թվականի պատերազմին իր մասնակցության համաձայնությունը ամենայն հավանականություն տված չէր լինի, որտեղ այդ հարաբերությունները այդքան ջերմ չէին լինի Ադրբեջանի հետ։ Եվ իսկ դա կարող էր իր հերթին բերել նրան, որ Ադրբեջանը թերապես չհանդգներ հարձակվել, որտեղ այնտեղ Մազով ինքը որոշում կայացրեց Ալիևը։ Շատ դժվարությամբ կայացրեց, այտենց չէր, որ ինքը այսպես անհամբեր սպասում էր, երբ պետք է հարձակվի։ Իրեն համոզեցին, ռուսները համոզեցին, նաև Տաբուշյան սադրանքը կազմակերպելով ջարդուփշուր անելով իրենց ամբողջ հոպը գործադրեցին, որտեղ որ իրենց պետք էր, գործադրեցին, որ նաև հայերին դուխ տալ տեսեք, ինչ են անում իրենց դրոնները ոնց են կիչացնում, հիշում եք,
գրկած մեր զինվորը դրոնը գրկած իջեցրել են, մի քանի դրոն իջեցրել են, քանիսը խոցել են, այդ թվում իսրայելյան հարոպները եւ այլն, հա, բավականին եւ ոչ միայն հարոպները, տարբեր տիպի, ասեն շարել էին։ Ինչի շնորհիվ եղավ դա, որտեղ ռուսների մեծ տված հոպը աշխատեց, ինք լավ աշխատացրեցին, որտեղ իրենց պետք էր Ադրբեջանին մի հատ լավ սադրել եւ դրանից հետո Բաքվում հայտնի հիշում ենք այդ երիտասարդ ծայրահեղականների հանրահավաքը, որպես Ալիևի վրա ճնշում, եւ դեռ այդ ժամանակ Ալիևը պատրաստ չէր հարձակման։ Եվ հիշում եք ինքը ինչ պատասխանեց, ասեց, եկել են մեծ ցույցեր են անում, բայց հեսա որ հանգարց պատերազմ լինի, ոչ մեկ չի գալու, ոչ մեկ չի գրանցվելու, կամավոր չի գալու։ Պատերազմի գնացողը երբեք էպսի բան չի ասում, ես դրա մասին ժամանակ եմ ասել։ Բայց ընդամենը 1-2 շաբաթ հետո դրանից հետո, երբ որ նաև Թուրքիան ասեց, ես քեզ ինչքան պետքա բաներ կտամ դրոններ եւ բայրակտարների հոսքը սկսվեց, եւ ռուսները որոշակի երաշխիքներ տվեցին, նոր ինքը համարձակվեց հարձակվել։ Ինչևէ, ուզում եմ ասեմ, որ այդ մեթոդաբանությունը, որ եթե քո դեմ կանգնած է հսկա պետություն, հռելի բնակչություն ունեցող, լավ զինված ուժեր ունեցող, արդեն ավիացիա է վաճառում Ադրբեջանին, միջուկային զենք ունեցող, պետքա փորձել Հնդկաստանի Չինաստանի միջոցով Պակիստանի դիվանագիտական հարաբերությունները դա չի նշանակում, որ մենք հիմա չպետքա պաշտպանենք Հնդկաստանին։ Բացարձակ դրա մասին չեմ ասում։ Հնդկաստանը մեր դաշնակիցն է, այո, եւ այդ հարցում նույնիսկ ավելի կոշտ կարող էր արտահայտվել։ Բայց հետո Չինաստանի միջոցով կամ միջև այդ Չինաստանի միջոցով մենք պետքա միշտ մտածենք Պակիստանի հետ հարաբերությունները կամ Միացյալ Նահանգների միջոցով, որը իդեպ միջև հիմա պաշտպանում է որոշակի կապեր, ճիշտ է, արդեն այդքան ջերմ չեն կապերը բանի հետ, Պակիստանի հետ, բայց ամենայն դեպս կա այդ կապը եւ կարար Միացյալ Նահանգները, եթե Հայաստանը այդպիսի խնդիր դներ իրենց առջև, իրենց կողմից փորձեն ինչ որ ձևով միջնորդեն, Չինաստանը իր կողմից, որտեղ ամեն դեպքում չճանաչված պետություն դա լարվածության բուն է։ Վաղը միսօր նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր հերթը կգա, ժամանակավոր անդամ կդառնա Պակիստանը, ելի մեր դեմ մի բան կարողանա անի։ Հետո այդ զենքի մատակարարումների հարցով, եթե դու ճանաչում ունենաս, ինքը ճանաչի քեզ, դու այնտեղ դեսպան ունենաս, վերջո դեսպանը կփորձի աշխատել, որ այդքան մեծ ծավալներ չստանա այդ մատակարարումները։ 1000 ու մի գործիքակազմ ես դու ձեռք բերում, եթե դիվանագիտական հարաբերություններ ես ունենում երկրի հետ։ Դու հասկանում ես տեղում ոնց կարելի է ում հետ կարելի է գործակցել, ներքին ինչ հակասություններ կարելի է օգտագործել, որ հասնես նրան, որ այդպիսի մատակարարումներ չլինի։ 1000 ու մի ձև կա, էլի։ Կարելի ասել, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հայաստանում ուժեղանում է, կամ այլ կերպ ձևակերպեմ կարելի ասել, որ Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, եթե այժմ ուժեղ չէ։ Ինչով ենք վերցնում ուժեղն ու թույլը եւ ինչի հետ ենք համեմատում, հա, այդ շատ абստրակտ հասկացողություն է։ Ուժեղ է արդյոք հիմա քան մի տարի առաջ, ոչ։ Ռուսաստանի ազդեցությունը այս տարիների ընթացքում գնալով թուլացել է 20 թվից սկսած։ Մինչև 20 թիվը ոչ, որտեվ Նիկոլ Փաշինյանը գալուց հետո իշխանության հեղափոխությունից հետո ինքը հայտարարեց, որ սա որևէ աշխարհակահական համատեքստ չունեցող, հա, հեղափոխություն էր, արտաքին քաղաքականություն չի փոխվում, ավելին ինքը որոշակի ռուսամետ քայլեր արեց։ Ճիշտ է, Խաչատուրովին դատեց եւ այլն եւ մեղադրում են իրեն, որ ասեց բանի համար Պուտինին չդիմավորեց անձամբ եւ այլն, այսպեսի փոքր դրվագներով, էլ նույն, գիտեք, Մոսկվա գնալ չգնալու պատմությունն է։ Այդպիսի դրվագներով են դատում իր քաղաքականության մասով, ասելով, որ ինքը արևմուտքի պատվերներ կատարում եւ այլն։ Աբսուրդ է։ Ռուսաստանն էլ այդպիսի բաներով չի գնահատում որևէ երկրի։ Ինքը գնահատում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց Սիրիա ուղարկել ռուսական դրոշի տակ հայկական որոշակի զորաջոկատ, ճիշտ է, ոչ զինված ուժեր, սակրավորներ եւ բժիշկներ, բայց կապ չունի, ռազմական ջոկատ էր։ Որ Նիկոլ Փաշինյանը սկսեց զենքի մատակարարումները կտրուկ ավելացնել Ռուսաստանից գնումները եւ 2 տարում այնքան զենք զինամթերք առավ Ռուսաստանից, ինչքան միջև 10 տարի Սերժ Սարգսյանի իշխանությունը չէր գնել։ Այդպիսի բաներով է որոշվում եւ վերջը Բոլթոնին մերժեց, չէ՞։ Հիմա ինչքանով էր ճիշտ, ինչքանով էր սխալ, բարդ է ասել, որովհետեւ եթե լավ զենք տային Արցախյան պատերազմում մենք կարողանայինք ավելի, այսպես պատրաստված դիմավորեինք։ Էլ չեմ ասում, եթե Միացյալ Նահանգները դառնար մեր զենքի մատակարարը, լրիվ ուրիշ աշխարհական քաղաքական քշիր կձեռք բերենք եւ հարցեր Ադրբեջանը կհանդգներ հարձակվել այդ դեպքում Հայաստանի վրա։ Ոնց որ հիմա, երբ որ ամերիկյան զորքերը այստեղ են տեկուզ զինավարժությունների մասնակցելու համար, դա լուրջ զսպիչ հանգամանք է։ Դա իդեպ այն հանգամանքներից մեկն է, որը ստիպում է Ադրբեջանին այլ ձևով նայել Հայաստանի վրա հարձակվելու հեռանկարին։
Այնպես որ այդ համեմատականները պետք է հաշվի առնել, հա, եւ ամեն շատ հարաբերական է։ Իսկ այն որ գործընթացը Ռուսաստանից փոխվելն է եւ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն դա տեսանելի է։ Եվ եթե մենք ստորագրում ենք նաեւ SEPA պլյուսը, իսկ դա շատ լուրջ հավելումներ է ունենալու։ Չնայած այն որ ասում ասկի SEPA-ն հորոմորով չարեցինք, բայց դա ինչ որ է, գոնե փաստաթղթի վրա մի հատ ունենանք այդ ամբողջը, հետո իշխանությունների այն որ ասում բգից բռնենք, համոզենք, փորձ, չգիտեմ, հորդորենք, մի բան անենք, որ իրականացնեն, օգնենք նաեւ, ինչ որ շատ դեպքերում անում ենք, որ իրականացնեն այդ կետերը, հա։ Եվ վիզաների ազատականացման, իսկ ավելի ճիշտ առանց վիզաների ռեժիմ, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ Եվրոմիության հետ հաստատելու, եթե արդեն վիզերը աշնանից $30 ոչ միայն միջև այդ շատ ուղղություններ արդեն սպասարկում էր, եւս 7 ուղղություն ավելացավ։ Հիմա մարդիկ լավ կա հնարավորություն 30 եվրոյով գնալ գալ Եվրոպա, ասենք ուրբաթ թռնել, Կիրակի հետ գալ, բայց վիզա պետք է ունենա դրա համար, որ մեր բնակչության 99%-ը չունի այդ վիզաները, իսկ վիզաներ ստանալու process-ը շատ բարդ է հիմա։ Իսկ եթե ազատականացվի, ոնց որ վրացիներն ու ուկրաինացիները հանգիստ գնում գալիս էին եւ հիմա էլ գնում գալիս են մոլդովացիներն, հենց հայերը։ Եվ դա նաեւ կապեր հաստատելու, այդ թվում տնտեսական բիզնես կապերը հաստատելու, մշակութային կապերը խորացնելու լավ հնարավորություն է։ Դիվերսիֆիկացիան այդպես է լինում, նաեւ կապերի անհատական կապերի միջոցով մարդկանց միջև։